Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Ազգային ժողովի երկրորդ ընթերցմանն է ներկայացվում զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, Պաշտպան հայրենյաց ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով, պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացված զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, իսկ Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունները ավարտած եւ համապատասխան սպայական պաշտոնին նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով, երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։ Պաշտպան հայրենյաց ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող զինծառայողների շարունակական աճի եւ հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այդ զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայությունը շարունակելու նյութական մոտիվացիա ստեղծելու համար առաջարկում է առաջին պայմանագրից հետո 2 կամ 5 տարի հերթական պայմանագիր կնքող զինծառայողների համար եւս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն 2 տարվա դեպքում 1.5 միլիոն, իսկ 5 տարվա դեպքում 5 միլիոն դրամ։ Հարգելի գործընկերներ, օրենքի նախագծի վերաբերյալ առաջին ընթերցման շրջանակներում Ազգային ժողովի պատգամավորների կողմից առաջարկություններ չեն ներկայացվել եւ կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ չեն կատարվել, որի կապակցությամբ խնդրում եմ ընդունել ներկայացված օրենքի նախագիծը։ Շնորհակալ եմ։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։